եք ասած այդ կապած։ Գործը վերաբերում է այսօր հակակառուցության կոմիտեի կողմից տարածված այդ տեսակցությանը, ենթադրաբար դրան վերաբերում, հաշվի առնելով այն ինչ որ ես հիմա կարդացի։ Այս պահին հակակառուցության կոմիտեի քննիչի կողմից կա որոշում կայացված երկու անձանց, մասնավորապես Մարտուն Գրիգորյանի որդու եւ հոր ձերբակալության վերաբերյալ։ Հիմա որոշումը կա, ծանոթացանք որոշումը, Մարտուն Գրիգորյանի հայը Կամո Գրիգորյանը այս պահին բանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրեն, որ ոստիկանությունը իրեն պիտի ձերբակալի, ձերբակալման որոշում կա, հայրը գալիս արդեն այստեղ, որպեսզի ներկայանա ոստիկանությանը։ Գործին էստեղ է, երկրորդը կանգնած է։ Գործը վերաբերվում է ենթադրյալ ինչ որ նախընտրական քարոզության ընթացքում, ինչ որ խոստումներ տալու, ինչ որ ընտրակաշառքներ բաժանելու, այսինքն որոշումներից հստակ չի, թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքին է վերաբերում, ընդհանուր ձևակերպումներ են, դրա վերաբերյալ երկուսն էլ էսպայն մեղադրյալի կարգավիճակ ունեն եւ նրանց նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար, այսինքն կալանավորման նպատակով ձերբակալությունը։ Այսինքն այդքան խիստ են որոշել են այդքան խիստ անեն, հիմա արդեն ձերբակալումը իրականացնեն, դրանից հետո ընթացքում կհասկանանք, եթե կալանավորման միջնորդություն կներկայացվի, արդեն դատարանում մի բան հասկանանք, պարոն Բաբան, խոսքը այն ձայնագրության մասին է, որ տարածվել էր այսօր։ Տեսեք, այս որոշման այնտեղ ինչ որ այսքան տեսանյութ է, որտեղ ձայնագրություն կար, որ ինչ որ մարդիկ խոսում են։ Ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը։ Դրա մեջ մտնում է Մարտուն Գրիգորյանի այս գործը։ Ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը, այդ տեսագրությունից ակնհայտ կարող եմ ասել, որ եւ տեսագրությունից եւ հաղորդագրությունից որ տարածվել է Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ ոչինչ չկա։ Բայց հաշվի առնելով, որ այս որոշման մեջ չկան մանրամասներ փաստական տվյալների վերաբերյալ, թե ով ինչ է արել, այլ ընդհանուր ձևակերպումներ են, այս իմաստով կարող ենք ասել, որ այո, վերաբերվում է այդ վարույթին, որի վերաբերյալ այսօր տարածվել է հաղորդագրությունը։ Ինչու եմ հարցնում, որովհետև Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ մեծ զրույցում ասաց, որ ինքը ձայնագրության հետ կապ չունի, ոչ մեկին չի ճանաչում այդ ձայները ծանոթ չի, եւ իրեն վերագրում են ինչ-որ շիբինի գործ, որ որոշ ժամանակ առաջ, ընդդեմ կարծես նախընտրական քարոզության մեկնարկից առաջ իր թաղամասում շիբին է լուծել, որը միշտ է արել։ Շատ լավ, 2 կամ 3 օր առաջ ինչ-որ դիտորդներ, անկախ դիտորդներ, եթե չեմ սխալվում, նաեւ Դանիել, այսինքն ուրիշ մարդիկ կային Սակումսեն կային, ինչ որ իշխանության հետ շատ համագործակցված տեսահոլովակ են հրապարակում, տեսահոլովակ են վերցնում Մարտուն Գրիգորյանի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը, որտեղ կա Մարտուն Գրիգորյանի կյանքում կատարած աշխատանքներից դրվագություն։ Մարտուն Գրիգորյանը գյումրեցի, ինքը շատ բաղուցանից Գյումրիում որոշակի աշխատանքներ իրականացնում, այդ թվում այդ մի կադրը կա, որը ավելի վաղ արվել, ընդհանրապես ընտրությունների հետ կապ չունեցող։ Եվ սինխրոնիզացված այս իշխանության հետ այդ դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացնում դատախազին ենթադրյալ իրական անցան կատարված լինելու առթիվ վարույթ նախաձեռնելու համար։ Դե շատ լավ առիթ է, դատախազությունն ու հակակառուցության կոմիտեն էլ օգտվել են առիթից, վարույթը նախաձեռնել են, անձանց վերաբերյալ մեղադրական քրեական հետապնդում հարուցելու որոշումները կայացրել են, ձերբակալման որոշումը կայացրել են, հիմա էլ ուզում են կալանքի հասցնել։ Խոզարկություններ եղել են Այս պահին չունեմ տվյալ, որ խոզարկություններ տեղի ունեցած լինեն, հիմա տեղյակ եմ, որ բոլոր գրասենյակները այս պահին շրջափակված են ոստիկանական ծառայողների կողմից, հիմա հերթով կայցելեն կհասկանան որտեղ։ Իսկ հիմա ինչ է կատարվում, այստեղ քննիչներ են, հա, կարծես ոստիկանության իրականացնում են ձերբակալման որոշման պահանջները։ Ինչ են, դուք այստեղ ձեզ են սպասում, որ ինչ-որ գործողություն իրականացնեն, հիմա ձեր ներկայացման պետք է անեն այդ ամեն ինչը։ Գործողությունը ձերբակալումն է, այդ ձերբակալումը չեմ կարծում այսքան մարդու ներկայությամբ կկատարեն այն ինչ-որ դուք տեսել եք տարբեր ինտերնետային կայքերում։ Պարզապես հիմա Մարտուն Գրիգորյանի հայրն էլ կմոտենա եւ միասին կգնան արդեն հակակառուցության կոմիտե։ Բայց ներողություն ժամանողները ոստիկանության աշխատակիցներ են։ Այս պայն այստեղ գտնվող անձին ոստիկանության աշխատողներ են, որոնք պետականության մարմնի որպես իրականացնում են ձերբակալման որոշում։ Պարոն Բաբայան, Չիբինի գործը, այսպես ասված, տեղական ժամանակ է մեդիադաշտեն հետված եւ բազմիցս պարոն Գրիգորյանը հերքել էր այդ տեղեկությունները, ինչու հենց ընտրությունից 2 օր առաջ եւ ոչ միայն պարոն Գրիգորյանի, նաեւ ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի դեմ սկսվեց այս գործողությունը։ Որովհետեւ 2 օր հետո ընտրություն պետք է լինի, որովհետեւ հասկանում են, որ այս ընտրություններում շանսեր չեն ունենալու, թե իրանք էլ գիտեն, չէ, տեսնում են։ Միամիտ մարդիկ չեն, գիտեք, կուրս ծառայություններ ունեն, ազգային անվտանգության ծառայություն ունեն, որը տարբեր հարցումներ է իրականացնում, տարբեր արդյունքներ արձանագրում։ Դե հիմա տեսնում են, փորձում են ճնշել, երբ չէ, Վանաձորում տենց չէ։
այդ բոլոր տեխնացուները հերթով դրա մասին խոսում են։ Մարտուն Գրիգորյանն ասում էր, սա ասել գիտեն, որ գալու են ձերբակալման։ Ռուբենը Մխիթարյանն ասում էր, բոլորն էլ պատրաստ են դրան։ Ամբողջ Արցախը որ ձերբակալություններով իրենք էլ գիտեն, որ ոչինչի չեն հասնելու։ Ու այդ լեկտիության աստիճանը այնտեղ է հասել, որ արդեն ընտանիքի հորն են, հորը ձերբակալման որոշում են կայացրել։ Այդ լեկտիության աստիճանը այստեղ է հասել։ Այսինքն նույնքան կարող են նաև իր մասով որոշում կայացնել, ուղղակի անձեռնմխելի անձը դրա համար չեն փորձել այդ մասով։ Իրանք կարծում եմ այդ անձեռնմխելիության վրա կարող են ընդհանրապես թքած ունենային, բայց երևի տենց հասկացել են, որ Մարտուն Գրիգորյանին ձերբակալելով պարզ գիտեն, որ ոչինչ բան չեն հասնելու, որոշել են տենց ընտանիքի անդամների միջոցով փորձեն ճնշել։ Շնորհակալ եմ։